Հայաստանի ու հարևան Վրաստանի օրհներգերով ու հանդիսավորությամբ մեկնարկեց բռնցքամարտի միջազգային բաց առաջնությունը Քաջարանում։ 150 մարզիկներ երկու երկրների մասնագիտացված դպրոցներից ժամանել էին լեռնագործների քաղաք հաղթողի կոչմանը արժանանալու համար։ Այս տարի եւս առաջնության անցկացման գործընթացին աջակցել է Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, իսկ ողջ ծախսը հոգացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Սյունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի շնորհիվ երկրորդ տարին է արդեն առաջնությունը միջազգային ձևաչափով է անցկացվում։ Թեժ պայքարում ուժերն են չափում հանրապետության տարբեր քաղաքների, այդ թվում Կապանի ու Քաջարանի, Թբիլիսիի ու Ջավախքի ուժեղագույն մարզիկները։ Նրանց մեջ են Հայաստանի եւ Եվրոպայի մրցաշարերի հաղթողներ։ Մենք 150 մարզիկ ենք բերել Քաջարան քաղաք եւ ինչ ենք ասում։ Ասում ենք, որ Քաջարանը բացի այն, որ արտադրական քաղաք է եւ հագեցած սպորտային կյանք ունի։ Մեր թիվը ել ավելի կշատանա, տեսեք, բոլոր մասնակիցները, մարզիչները մոտենում են մեզ, իրանց 3 օր է արդեն այս մրցաշարը տևում է, իրանց շնորհակալական խոսքն են ասում։ Գեղարքունիքի մարզից մասնակցում է Ճամբարակի եւ Մարտունու բռնցքամարտիկները, թվով 30 բռնցքամարտիկ, ունենք եւ Հայաստան Հանրապետության հաղթող եւ մրցանակակիր բռնցքամարտիկներ։ Բաց առաջնությունն ընթանում է միջազգային ու հանրապետական կարգի մրցավարների խոշորացույցի տակ եւ ահա կյանքի առաջին ոսկե մեդալը նվաճեց 9-ամյա Անդրեան Թբիլիսիից։ Շատ շնորհակալ եմ։ Շատ մեծ փորձառություն ստացա այս առաջնությանը։ Բոքսում կարևոր է կարգապահությունը, համարձակությունը եւ մնացած այլ որակներ, որ մարզիկը պիտի ունենա ինչ-որ հաջողության հասնելու համար։ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի չեմպիոն Էրիկ Պողոսյանը մի քանի տասնյակ սաների հետ Թբիլիսիից Քաջարան է հասել նաեւ տեղի փորձը մասնագիտական աչքով գնահատելու համար։ Շատ ուրախ ենք, էլի օրերն էլի կգանք անպայման ու շատ լավ մրցումը ու լավ է, երեխեքը առաջ են գնում այս մրցումը։ Միշտ մասնակցում ենք մրցաշարին, տարեցտարի մրցման որակի մեջ տարբերությունը շատ է, երեխաները շատ մեծ բավականություն են ստանում մրցումներից։ Ֆիզիկական, տեխնիկա-տակտիկական որակները բնականաբար ռինգում ամեն ինչ երևում է, մեր կատարած աշխատանքը այստեղ է երևում։ Թեժ պայքարից հետո հաղթողը անմիջապես շտապում է պատվանդանին զբաղեցնել տեղը, իսկ ոմանք էլ սովորում են պատվով պարտվել ու մրցակցի ձեռքը սեղմել։ Բռնցքամարտը նաև հոգեպես է կոփում։ Քաջարանցի սևակը հույզերը մի կողմ էր դրել։ Այս առաջնությունում 28-րդ մեդալը նվաճեց։ Այսօր մրցակից Սիսյանից էր, բոլորն ուժեղ են, բոլորն իրանց գտնելով լավ։ Շատ են սկսնակ բռնցքամարտիկները, ովքեր իրենց առաջի երկրորդ մենամարտ են անցկացնում, բնականաբար հաղթողները շատ կողքեվորվեն, ավելի կսիրահարվեն բռնցքամարտին, մարզիչները կհասկանան իրանց աշխատանքը հետագայում ինչպես կազմակերպեն, պարտություններից հետո դասեր կխաղեն, թե երեխաները, թե իրենց մարզիչները մեծ փորձ է տալիս, թե տեխնիկա-տակտիկական պատրաստվածության առումով, թե հոգեբանական պատրաստվածության առումով հիացած եմ ու շատ շնորհակալ եմ, որ հրավիրել են մեզ ու առիթ ենք ունեցել նման միջոցառմանը մասնակցելու։ Արցախցի 12-ամյա Արեն Աթաջանյանը Երևանն էր ներկայացնում ցանկալի արդյունքի հասնելու համար տրամադրվածությունը կարևոր է ասում է։ Այսօր ես հաղթական էի տրամադրված ու հաղթեցի։ Ընդունված կարգի համաձայն ռինգում ուժերը չափեցին նաև սկսնակները, չանտեսելով առաջնության երկու աղջնակներին։ Ամիսներ առաջ բացված Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոց արդեն 60 երեխա է հաճախում, Քաջարանում 20։ Աշոտ Սադեղյանը մարզաձևի նկատմամբ հետաքրքրություն է նկատում։ Մեզ համար փորձի փոխանակում է։ Երեխաների մոտ նաև այդ բարոյահոգեբանական այդ շեմը իրանք հաղթահարում են ռինգ մտնելով, իրանք հակառակորդների հետ մարտնչելով։ Բաց առաջնության մասնակիցների թվով առաջատարները Քաջարանը, Կապանն ու Սիսյանն էին, իսկ նվաճած ոսկե մեդալների քանակով Մարտունի քաղաքն ու Երևանը, առաջին եւ երկրորդ կարգի մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով, մարզիչները հուշանվերներով։